Շատերը մնացել են 2022-2023 թվականի Wildberries-ում, խոսում են շրջանառությունից, ոչ մեկ չի խոսում մաքուր եկամուտից, բայց 2025 թվականին մենակ շրջանառությունը դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ Խոսում են դիզայնից, SEO-ից, CTR-ից եւ այլն, որոնք որ այո կարևոր բաներ են, բայց դրանք բազա են։ Դրանից ավելի կարևոր բաներ գոյություն ունեն։ Եթե մարդը չի կարողանում հաշվել 1 միլիոն ռուբլի բիզնեսի մեջ դնելուց, ինչքան մաքուր եկամուտ է վերջում ինքը ստանալու, SEO-ն կամ դիզայն իրան ոչ մի բան չեն տալու։ Հիմա պետք է կարողանալ աշխատել թվերի հետ, աշխատել Excel տաբլիցաների հետ։ Marketplace-ներում եկել է պլանավորման ժամանակաշրջան եւ այն մարդիկ, ովքեր հիմա դա գիտակցում են եւ կիրառում են, իրանք մի քայլ առաջ են շատ-շատերից, որովհետեւ հիմա marketplace-ներում շատերը դեռ դա չեն գիտակցում եւ չեն կիրառում։ Եթե դուք նոր վաճառող եք, ձեզ պետք է հիմնականում կենտրոնանալ ճիշտ ապրանքի ընտրության վրա, տվյալ նիշայում համապատասխան վաճառքի ռազմավարություն մշակելու վրա եւ յունիտ էկոնոմիկայի մանրամասն հաշվարկի վրա։ Եթե դուք արդեն վաճառում եք Wildberries-ում եւ ուզում եք մնաք մրցակցության մեջ, ուզում եք ավելի շատ աշխատեք, ավելի մեծացնեք ձեր բիզնեսը, դուք պետք է առաջին հերթին կատարեք թվայնացում բիզնեսի։ Դուք պետք է ունենաք թիմ, գրագետ եւ պրոֆեսիոնալ թիմ սկսեք հավաքելը։ Սրանք են հիմա հիմնական կետերը, որի վրա պետք է կենտրոնանան բիզնեսմենները, որպեսզի հասնեն լուրջ հաջողությունների marketplace-ներում։